Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինիին և պատվիրակության անդամներին։ Ողջունելով հյուրերին Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց սերտ համագործակցության կապակցությամբ։ Ոստիկանության պետը նշեց, որ նկատի ունենալով ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ձեռք բերած փորձը, ոստիկանությունն արել և անում է առավելագույնը թափանցիկ ու արդյունավետ աշխատելու թե դիտորդական առաքելությունների, թե կուսակցությունների, կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների հետ։ Մասնավորապես անդրադարձ է արվում բոլոր ահազանգերին ըստ պահանջի տրամադրվում են անհրաժեշտ նյութեր, ընտրախախտումների քննության վերաբերյալ հասարակությանը պարբերաբար և ամենայն մանրամասնությամբ իրազեկվում է ոստիկանական հեռուստահաղորդումների միջոցով, իսկ կայքով ներկայացվում են նաև նյութերի անգլերեն և ռուսերեն տարբերակները։ Հայդի Թալիավինին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց, որ դիտորդներին հետաքրքրում է նաև ոստիկանության արձագանքը հետընտրական զարգացումներին։ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հետընտրական շրջանում էլ ոստիկանությունը պատշաճ իրականացնում է իր գործառույթները հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ոստիկանության պետն ընդգծեց, որ հանրահավաքների ընթացքում ոստիկանության խնդիրը անցանկալի միջադեպերի բացառումն է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, որն ընդգրկում է նաև հանրահավաքների տեսագրումը, նպատակ ունենալով կանխել սադրանքներն ու իրավախախտումները, ինչպես և վերահսկել ոստիկանների կողմից ծառայության պատշաճ կատարումը։ Ի պատասխան Հայդի Թալիավինիի Արտաշատի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ դեպքով արդեն իսկ ծառայողական քննություն է նշանակվել և օրենքը հատկապես խիստ է իր պարտականություններում թերացած ոստիկանի հանդեպ, քանի որ օրենքը չկատարող ոստիկանը չի կարող օրինահարգություն պահանջել քաղաքացուց։ Հայդի Թալիավինին շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Գասպարյանին հարցադրումներին տրված սպառիչ ու մանրակրկիտ բացատրությունների համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 7-ը, գողության 14 դեպքից 9, իսկ կողոպուտի 1 և խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 1 մարդ զոհվել է, 5 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ, որոնք տեղակայված են Մայրաքաղաքի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի, Էրեբունու և Ազատամարտիկների, Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների, Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկներում, Երվանդ Քոչարի, Խորենացու փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում, ինչպես և Սախարովի ու Բարեկամության հրապարակներում։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տվյալները բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ 1978 թվականին ծնված Խդեր Քալոյանին։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ Քալոյանը ընկերոջ Լուսագյուղ գյուղի բնակիչ Սուրեն Բարսեղյանի հետ 2007 թվականի մայիսին չարաշահելով Արշալույս գյուղի մի բնակչի վստահությունը վերցրել են 300 պարկ սիլիտրապարարտանյութ և խոստանալով գումարը հետո անհետացել են, պատճառելով 2.992.000 դրամի նյութական վնաս։ Պարզվեց նաև, որ անցած տարվա մայիսին էլ Քալոյանը Հովտաշատ գյուղի մի բնակչից վերցրել էր 118 կիլոգրամ աղացած կարմիր պղպեղ 118,000-ի փոխարեն վճարելով 40,000 դրամ։ Մնացած գումարը խոստացել էր վճարել մոտ ապագայում, բայց այդպես էլ չէր կատարել խոստումը։ Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Խդեր Քալոյանն ու Սուրեն Բարսեղյանը խաբեությամբ այլ հափշտակություններ են կատարել։ Նրանց գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին։
Որպես անհայտ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արամ Ստեփանյանը, որը փետրվարի 10-ին ժամը 6-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Արամ Ստեփանյանը տառապում է սկլերոզ հիվանդությամբ։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի բաժին կամ զանգահարել 590625 կամ 0236 4 0202 հեռախոսահամարներով։